Սերի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում հերթական անգամ Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է, որը լինելով հերթական շատ անսովոր է, որովհետև տեսնում եք այս ծաղկունքի մեջ իմ հարևանությամբ կանգնած է Աղթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու եւ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Հեթում Քահանա Թարվերդյանը իր գեղեցկուի կնոջ, երեց կնոջ Մարիամ Ամիրյան Թարվերդյանի հետ եւ տեսնում եք դատելով մեր սեղանից զատկական սեղան է այսօր հարության օրն է, Սուրբ Հարության օրն է եւ զատիկն է եւ կպատրաստենք մի գեղեցիկ ուտեստ Տեր հետ խորհրդակցելով, խոսելով եւ բնականաբար այդ ուտեստը կպատրաստի մեր գեղեցկուհի Մարիամը այսօր ինչ կպատրաստենք Տեր հայր Այսօր կպատրաստենք վանական կերակուր եւ քանի որ այսօր զատիկն է, Սուրբ Հարության տոնն է եւ քրիստոնյաների խորհրդանիշը ձուկն էր եւ դուք գիտեք որ քրիստոնյաների ամենամեծ սիմվոլը ձուկն է եղել տաների վրա պատկերել են ձուկ, որը թարգմանաբար հունարենից նշանակում է իղտուս, որը փրկության նշան է եւ մենք այսօր պետք է ճաշակենք զատկական ձուկը, որը վանական է, վանականների նաեւ կերակուրն է եղել եւ այսօր մեր Մարիամը կպատրաստի նաեւ ձուկը, որպեսզի մեր զատկական սեղանը ավելի ճոխ լինի եւ մենք դիմավորենք Քրիստոսի հարությունը։ Փայլուն այս կերակուրը կարող են պատրաստել նաև մեր տնային տնտեսուհիները, ինչպես նաև մեր խոհարարները, որպես զատկական կերակուր, եւ ասեմ, որ այս կերակուրը Տեր հոր այսպես նախաձեռնությամբ ինքը հավաքվել է մեր տարածաշրջանից եւ դրա մասին բնականաբար նույնպես խոսենք։ Մարիամ, բարև ձեզ, ողջունում եմ։ Մենք լավ բարեկամներ ենք իդեպ հասկանալի պատճառներով, որովհետեւ Տեր հայրը 5 եւ ավել տարիներ, շուրջ արդեն 6 տարի Աղթալայում սպասավորում է եւ բնականաբար իր ընտանիքի շատ մոտ ենք։ Մարիամ, ինչ ենք պատրաստելու հիմա եւ ինչպես ենք մշակելու։ Այսօր պատրաստելու ենք ձուկ խորոված, պարզ խորովելու ենք աղով, առանց որևէ համեմունքի, բայց մեր ձուկը համեմվելու է բանջարեղենային թանձրուկով, որը նույնպես պետք է բանջարեղենները նույնպես պետք է խորովենք մի մասը եւ պատրաստենք թանձրուկը եւ ձուկը ճաշակենք այդ թանձրուկով։ Հրաշալի։ Քանի որ մեզ կրակի անհրաժեշտ ես կրակը կվառեմ, խնդրենք որպեսզի Մարիամը սկսի ձուկը արդեն մասնատել։ Ես Ձուկը չենք մասնատում, ձուկը ամբողջությամբ ցանցի վրա պետք է խորովենք, ես ձուկը նախորոք արդեն աղով մշակել եմ, որովհետև այդպես համը ավելի համեղ է։ Փայլուն։ Եվ պարզապես ցանցի մեջ պետք է հիմա տեղավորենք եւ դնենք կրակի վրա։ Հիշում եք, մենք ենք մեր սարը ֆիլմը, երբ որ ասում ոտքերը բռնել է Ռևազը, մորթ հիմա կրակը փայտերը շարել էր Տեր հայրը, այս կրակը վառեցի ես, իսկ կերակուրը պատրաստում Մարիամ, մենք այսպես դերերը բաշխել ենք, եւ հիմա կխնդրենք Մարիամը ներկայացի թե ինչ ենք անելու հիմա հաջորդ քայլը, երևի թե պիտի շարենք շամփուրների վրա, հա։ Այո, արդեն բանջարեղենը պետք է շարենք շամփուրների վրա եւ քանի դեռ կրակը թեժ է, պետք է բանջարեղենը խորովենք կրակի վրա, բայց հիմա հայկական հեռուստաեթերի առաջին անգամ մեր քահանան այսպես կշարի, հա, քանի որ Աղթալան խորովածի մայրաքաղաքն է, այստեղի Տեր հայրն էլ բնականաբար պիտի թիվս այլ արժանինքների ունենա նաև այս հատկությունը, որովհետև մենք գտնում ենք վանատան տարածքում, որ մեր երջանկայի շատակ Սրբազան Սեպու arczepiskopos Չուլջյանի այսպես նախաձեռնությամբ ստեղծվեց մեր գուգարած թեմի առաջնորդ եւ Տեր հայրը 2016-ից է սպասավորում մեր եկեղեցում։ Գիտեք, որ 2010 թվականից մենք ունեցանք առաջին քահանային Տեր Վիգենին, իսկ Տեր Հեթումը արդեն երկրորդ քահանան է եւ բոլոր նկատած կլնեք ինչպես է ծաղկում մեր վանքը եւ զարթոնք է ապրում։ Զատիկն է զարթոնքի նշանը բնականաբար։ Մինչեւ Տեր հայրը այսպես շարում է գեղեցիկ պահպանելով բոլոր կանոնները էսթետիկական,
Ասեմ, որ Տեր հայրը նաև ունի բեղուն գրիչ եւ այս պահին իմ ձեռքի տակ է նրա հեղինակած գրքերից մի քանիսը, դա Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքն է։ Տեր հայրը սպասավորել է նաև Ռումինիայում, դա հայ գաղութին է վերաբերում, Հովհաննես Գալպակյանի աշխատությունն է, որ հրատարակվել իր աշխատասիրությամբ, ինչպես նաև մեզ համար կրկին անգամ մի թանկ աշխատություն, որ համազգաստ Վարդապետ Ոսկյանի աշխատությունն է, որ վերաբերում է Գուգարքի վանքին, կրկին անգամ Տեր հոր աշխատասիրությամբ։ Տեր հայրը 10-ից ավել գրքեր ունի հրատարակված, նրանց իմաստն է, որ այստեղ ներկայացրեցինք, հիմա Տեր հայր, եւ եթե պատշաճ կնի, որ էլի ես տանեմ շամփուրները դնեմ կրակի վրա, Տեր հայրը շարեց, ես տեղափոխում եմ։ Մենք արդեն մեր բանջարեղենային մասը, պղպեղը կամ ինչպես ասում են տաք դեղը, լոլիկը եւ քաղցր պղպեղը կամ ինչպես արդեն ասում են բուլղարական պղպեղը խորովեցինք։ Հիմա ինչ ջերմային մշակման process պիտի անցկացնենք։ Ինչպես նկատեցիք, մենք թողեցինք նաեւ չխորոված բանջարեղեն։ Հիմա այս խորոված բանջարեղենը պետք է մաքրենք, մանրացնենք նաեւ չխորովածը։ Եվ լցնում ենք կաթսայի մեջ, ջուր ենք ավելացնում եւ դնում ենք կրակին, որպիսի եռա։ Փայլուն, հրաշալի։ Վերջում պետք է ավելացնենք սխտոր, մաղադանոց եւ քացախ։ Այո, համը ավելի ընդգծելու համար։ Այո։ Հիմա արդեն պետք է մաքրենք մեր բանջարեղենը, պետք է խնդրեմ պարոն Խաչիկյան, որ ինձ փոխանցեք, չէ, այս մեծ ափսեն եւ մեկ պատարակախ, եթե կարելի է։ Դե խնդրենք պատմել ձեր գրքերից մի փոքր, ինչպես առաջացավ այդ միտքը եւ ինչ է ձեզ համար Աղթալան, հա։ Աղթալան ինձ համար իմ հոգևոր այսպես վերազարթոնքի այլակերպության ինձ համար Թաբոր լեռն է, ոչ միայն հյուսիսային դարպասներն են, այլ նաեւ հոգևոր առումով այլակերպության վայրն է։ Առաջ անգամ Աղթալայում եղել եմ 2007 թվականին, երբ որ ուսանող էի, եւ Աղթալայի վանքը այսքան ակտիվ չէր եւ ճանաչված չէր մեր հասարակության կողմից եւ դեռ հոգեվորական չէր սպասավորում Աղթալայի վանքում։ Ինչպես նշեցիք, առաջի սպասավորը 2010 թվականին նշանակվեց եւ Տեր Վիգեն Քահանան էր։ Ուրեմն ուսանողական տարիներին շատ էի հետաքրքրվում մեր վանքերի պատմությամբ, հատկապես շատ եմ հրապուրվել Հաղպատավանքով եւ Սանահինի վանքով եւ Աղթալայի վանքը մի նոր էջ էր ինձ համար եւ հետաքրքրվեցի Աղթալայի վանքի պատմությամբ, բայց երբևէ չեմ մտածել, որ կնշանակվեմ Աղթալա համայնքում սպասավորելու մեր ժողովրդին։ 2013 թվականին, երբ որ ձեռնադրվեցի քահանա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, Վեհապար Հայրապետի տնօրինությամբ նշանակվեցի Ռումինահայ պատմական մեր թեմում, համայնքում, որը հայ առաքելական Սուրբ եկեղեցու ամենահին գաղութն է, մոտ 800 տարվա պատմություն ունի եւ նախ ուսանողական տարիներին շատ էի հետաքրքրվում պատմությամբ մեր եկեղեցու ժողովրդի եւ սկսեցի առաջին, այսպես ասած, ուսումնասիրությունս հանձնել թղթին։ Եվ առաջի գործը, որ հրատարակել եմ, իմ ավարտաճառն է եղել հայ-ասորական եկեղեցական հարաբերությունները 5-ից 6-րդ դարերում եւ հետագայում Ռումինիայում սկսեցի ուսումնասիրել ռումինահայ գաղութի եւ թեմի պատմությունը եւ առաջի, այսպես ասած, ուսումնասիրությունը գիտական հայկական հետքերը Ռումինիայում աշխատասիրությունն է։ Աղթալայում իմ ծառայությունը, ինչպես նշեցիք, սկսվեց 2016 թվականից եւ ասու նախախնամությամբ նշանակվեցի Աղթալա համայնքում Մարիամ Աստվածածին եկեղեցում, որը Կովկասում Աստվածամոր անունը կրող ամենամեծ վանքն է։ Եվ դրա համար է, որ դեռ Աստված նախախնամությամբ Մարիամին էր հանդիպացրել եւ այս գեղեցիկ օրը Մարիամ Աստվածածին մեր հրաշագեղ եկեղեցու
ֆոնին պատրաստում է վանական կերակուր։ Մեզից մի փոքր հեռու է Սուրբ Երուսաղեմ եկեղեցին է, որ դեռևս այդքան հայտնի չէ, բայց ինքն էլ արժանի է հիշատակման եւ ասեմ, որ 19-րդ ինքը հիմնադրված ներով հայ առաքելական եկեղեցու կողմից, քանի որ մեր մի կողմում էլ մեր լեռնահաստացման կոմբինատի ավտոպարկն է, եւ տեսնում եք, որ հանքը եւ եկեղեցին աղթալայում զուգահեռ են գնում եւ Տեր Հորդունն էլ այսպես հանքային եւ վանական համալիրի մեջտեղն է։ Այս եկեղեցին ֆրանսիացի հանքարդյունաբերողների համար ծառայել է որպես կաթոլիկ սրբատեղի, իրանք մի փոքր վերափոխել են, բայց անշուշտ մտածեմ, որ ժամանակն է, որ մենք նոր շունչ տանք նաեւ Սուրբ Երուսաղեմ եկեղեցուն եւ այլ սրբավայրերին, հա, Տեր հայր։ Իհարկե, Սուրբ Երրորդություն եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով տարբերվում է եւ իր պատմական ընթացքը, ինչպես նշեցիք, մի շրջան ծառայել է ֆրանցիսկյան միաբանության համար, որպես աղոթատեղի, որովհետև 18-րդ դարում այստեղ հաստատվել են նաև ֆրանսիացիները եւ չգիտեմ, շատերը գիտեն թե ոչ, եկեղեցի տանող ճանապարհի այդ թաղամասը նաև կոչվել է ֆրանսիական թաղամաս եւ հանքափորները եկել են այդտեղ երեկոյան սուրճ են խմել։ Այս եկեղեցու հետ կապված մենք ծրագրեր ունենք, դուք տեսնում եք, որ մի փոքր բարակարգված է, մաքրված է, նոր դռներ են տեղադրված եւ հետագայում պետք է ինքը ծառայի նույնպես ոչ միայն զբոսաշրջիկների համար, ուխտավորների համար, այլ նաև մեր Աղթալայի համայնքի համար, նաև ծիսական նշանակության համար աղոթություններ պետք է կատարվեն այստեղ։ Տեր այլ մեր հերոստատողին կցանկանայի ասել, որ մեր Աղթալայի տարածաշրջանում եւ Տեր հոգեվոր սպասավորության գոտում է գտնվում դեռևս չհանրահրճակված, բայց իր նշանակությամբ շատ կարևոր նահատակի վանքը, որտեղ ամփոփված է Սուրբ Շուշանիկի մասունքները, որ Վարդան Մամիկոնյանի դուստրն էր եւ ինքը հավասարապես Սուրբ է դիտարկում թե վրացուղափառ եկեղեցու, թե հայ առաքելական եկեղեցու կողմից։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք դրա մասին, մինչև Մարիամը այսպես ասեմ, որ զատիկ է, բոլորը հիմա արդեն ձվերը կռվածրել են այս զատկական, մենք էլ կկռվածնենք թերևս եթերում Գրիգորի հետ երևի, Տեր Հեթումի եւ իր կնոջ հետ եւ այս սպասումը զատիկի ոնց որ մեր ողջ քրիստոնյա համայնքը սպասում է Քրիստոսի երկրորդ գալստին, մենք էլ այսպես սպասում ենք, թե Մարիամը ինչպես է պատրաստելու, հիմա խնդրենք մինչ Մարիամը պատրաստում է, Տեր հայրը արդեն անդրադառնա նահատակի վայր։ Ուրեմն մեր Աղթալայի խոշորացված համայնքում կան շատ սրբավայրեր, պատմական հուշարձաններ եւ բացի Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքից նաեւ առանձնանում է Նահատակի վանքը։ Նահատակի վանքը թվագրվում է 5-րդ դար եւ Ջոջ իշխանի կալվածքն է եղել, երբ որ Սուրբ Շուշանիկը նահատակվել է, Ջոջ իշխանը գնացել է, մասունքը Սուրբ Շուշանիկի բերել է եւ որտեղ հուղարկավորել է, այդտեղ նաեւ կառուցել է եկեղեցի, որը կոչվում է Նահատակի վանք։ Նահատակի վանքը ոչ այդքան հայտնի է այսօր, բայց վերջին շրջանում սկսվել են ուխտավորների այցերը, հոսք է մի փոքր առաջացել Նահատակի վանք եւ այդտեղ հատկապես տաք օրերին մատուցվում է սուրբ պատարակներ։ Այնտեղ է թաղված Սուրբ Շուշանիկը, որը ինչպես դուք նշեցիք, Սուրբ Վարդան Զորավարի դուստրն է եւ 16-րդ դարում այս գեղեցիկ վանքը բնության գողտրիկ անկյունում վերանորոգել է Տեր Խաչատուր անունով մի քահանա եւ հայտնի է, որ 17-18-րդ դարերում հայ վաճառականները մասունքից մի մաս դուրս են բերել Նահատակ վանքից եւ տարել են Թիֆլիս եւ Թիֆլիսում եւս կա Սուրբ Շուշանիկի մասունքը վրացական եկեղեցիներից մեկում պահպանվել է։ Նահատակի վանքը յուրահատուկ սրբավայր է եղել եւ կմնա մեր հայ ժողովրդի կյանքում եւ ոչ միայն հայ ժողովրդի կյանքում, այլ նաեւ վրաց ժողովրդի կյանքում, որովհետեւ ինքը ընդհանրական եկեղեցու սուրբ է։ Փայլուն եւ ասեմ, որ օգտվելու առիթից Տեր հայր, պիտի խնդրենք մի գեղեցիկ օրել, մի
գեղեցիկ գառնանային կամ գուցե թե ամառային, աշնանային եւ ձմեռային, որովհետեւ մեր տարածաշրջանում տարվա բոլոր եղանակները գեղեցիկ են եւ նույնիսկ մեքենաների հեռանդոցը չի կարող խանգարել մեզ։ Մի գեղեցիկ օր այդ բնության գրկում մենք թեզ նկարահանում կունենանք եւ խնդրենք հիմա Մարիամին ասել թե ինչ պիտի հիմա անենք։ Մենք արդեն մաքրեցինք բանջարեղենը, խորոված։ Հիմա պետք է մանրացնենք, մաքրենք նաև չխորոված բանջարեղենը եւ տեղափոխենք կաթսայի մեջ ու դնենք կրակին եռալու։ Փայլուն։ Այդ ընթացքում թերևս նաև ձուկն է խորովենք, թե ձուկը վերջում խորովենք։ Ձուկը կխորովենք, երբ արդեն կրակը թույլ կտա խորովելու։ Տեր հայր, ես կցանկանայի նաև մենք խոսենք մի հետաքրքիր երևույթից, որ կոչվում է եկեղեցի եւ համայնք, եկեղեցի եւ զբոսաշրջություն կապը եւ այսօր ես գիտեմ, որ եկեղեցին բավականին մեծ դեր է կատարում համայնքի հոգեվոր կյանքում եւ բոլոր նրանք, ովքեր հետեւում են Տեր հոր Facebook-յան էջին, ովքեր հետևում են մեր եկեղեցու գործունեությանը, կվկայեն, որ բավականին մեծացել է թե ուխտագնացներ, թե զբոսաշրջիկների հոսքը դեպի Աղթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի եւ որոնք են հաջորդական քայլերը, որ մենք պիտի անենք, որպեսզի մեր տարածաշրջանում հոգեվոր կյանքը այլ ավելի բարձր մակարդակի վրա դրվի եւ ինչ անենք, որպեսզի ուխտագնացների ու զբոսաշրջիկների հոսքը կրկին անգամ շատանա։ Նախ արդեն բոլորիս հայտնի է, որ Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքը նշանավոր սրբավայր է եւ տուրիստական, այսպես ասած, կարևոր ինքը մի հանգրվան է զբոսաշրջիկների համար, հատկապես հյուսիսային Հայաստանում, Լոռվա աշխարհում եւ Հայաստանի դարպասներն են։ Եվ ի հաշվի նաեւ նրա, որ մենք ունենք հովմանկարներ, բակը բավականին մեծ է, միջնաբերդը բավականին մեծ է, պատմությունը բավական հետաքրքիր։ Պատմությունը շատ հետաքրքիր է եւ ասեմ պատմությունը հետաքրքիր է այն պատճառով, որ ոչ միայն եղել է հայ եկեղեցու այսպես հավատացյալների համար նախատեսված ծառայել է հայ եկեղեցու հավատացյալների համար, այլ մի շրջան եղել է վրացիների, մի շրջան հույների, մի շրջան ռուսների եւ մի շրջան ֆրանսիացիների։ Եվ այդ առումով պատմությունը մեր վանքի շատ հետաքրքիր է։ Բայց ինչպես նկատեցիք, Աղթալայի վանքի այցեքարտը միանշանակ որմնանկարներն են, որովհետեւ մոնումենտալ նկարչության լավագույն կտորներն են պահպանված Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքում, որոնք 800 տարվա ընթացքում երբևէ չեն վերանորոգվել։ Եվ բյուզանդական նկարչության միջնադարյան լավագույն նմուշներն են պահպանված Աղթալայի վանքում։ Եվ արևելյան թերևս եկեղեցիները, ասինքն Բյուզանդիայից դուրս։ Այո, միանշանակ։ Երկրորդը Աղթալայի տարածքը, նախ մեր վանքի տարածքում պահպանվել են պարիսպները, միջնադարյան Կյուրիկյան դարաշրջանի թագավորության, ինչպես նաև միջնաբերդը, որը բացառիկ կառույց է, որ պահպանվել է 10-րդ դարից, ինչպես նաև դրամահատարանն է պահպանվել, որը բացառիկ կառույց է, որ Հայաստանի տարածքում պահպանվել է այդպիսին որպես դրամահատարան։ Եվ թե կարող ենք արձանագրել, որ ինքը եկեղեցին այսօր այդ միջնադարյան քաղաքի, այսպես ասած, զարդն է, բայց որտեղ եւ պղինձ են ձուլել, եւ դրամ են հատել, զենք են պատրաստել, եւ ինքը բնականաբար հնում ծառայում էր որպես հոգեվոր պահանջմունքները բավարարելու համար միջոց, իսկ այսօր տարածաշրջանում ես գիտեմ, որ անշուշտ բոլորս գիտենք, որ դուք բավականին մեծ գործունեություն եք ծավալում նաև մատաղ սերնդի, ավելի այսպես մեծ տարիքի մարդկանց հոգեվոր պահանջմունքները բավարարելու համար եւ բավականին շատացնել տոնածիսական միջոցառումները եւ անշուշտ մեծացել է նաեւ հավատացյալների հոսքը դեպի մեր եկեղեցի, որոնք լինելու ձեր հաջորդական քայլերը։ Հաջորդական քայլերը պետք է լինեն հետեւյալը. առաջինը կրթական կենտրոնների բացումը, որը թույլ կտա, որպեսզի սիստեմատիկ հոգեվոր եւ ոչ միայն հոգեվոր ազգային կրթություն տալ մեր համայնքի, խոշորացված համայնքի, իմ հոգեվոր տարածքի երեխաների համար, երիտասարդների համար, որը պետք է սիստեմատիկ լինի։ Եվ այդ քարոզչական, կրթական, դաստիարակչական, այսպես ասած, մոտեցումներով մենք պետք է ավելի ամրացնենք եւ
մատաղ սերնդին կապենք ազգային եւ հոգեվոր արժեքներին։ Հաջորդ քայլը պետք է լինի միանշանակ գմբեթի կառուցումը, թմբուկի, վեղարի կառուցումը, այո, վերականգնումը, որը ցավոք սրտի տարբեր տեսակետներ կան, ինչի պատճառով է խոնարհվել գմբեթը, բայց այս պահին ունենք, որ խոնարհված է գմբեթը եւ ժամանակին մենք նախագիծներ կազմվել վերականգնման եւ հաստատվել է, նախահաշիվն է հաստատվել եւ աստու կամոք, եթե կգտնվեն բարերարներ, մենք կարողանանք վերականգնել գմբեթը, որը լինելու է հայ առաքելական եկեղեցիներից ամենաբարձր գմբեթ ունեցող եկեղեցին։ Այս պահին եկեղեցին 20 մետր է, եթե եկեղեցի ու գմբեթն է կառուցենք, ընդհանուր լինելու է 40 մետր։ Եվ հաջորդ քայլը իհարկե պետք է լինի որմնանկարների կրկին անգամ վերականգնումը, ռեստավրացիան, կոնսերվատացումը, ինչպես նաև գիտական հետազոտությունները, ուսումնասիրությունը որմնանկարների, որովհետև այո, մի շարք նշանավոր բյուզանդակետներ, օրինակ Ալեքսեյ Լիդովը ուսումնասիրություն կատարել է, բայց վերականգնումից հետո, ռեստավրացիայից հետո կլինեն նոր ուսումնասիրության նյութեր եւ կլինեն նոր հրատարակություններ, գիտական նոր հոդվածներ եւ Աղթալայի վանքի որմնանկարները նոր շունչ կստանան եւ գիտական, այսպես ասած, հասարակությանը ավելի հարաճանաչ կդառնա Աղթալայի վանքի որմնանկարները։ Եվ ասեմ, որ նոր գույներով ինքը կբացվի, որովհետեւ մենք արդեն ունենք երկու օրինակ, առնվազն երկու օրինակ, դա Մարմաշենի վանքն է Հայաստանում, Հաղպատավանքը կրկին անգամ Հայաստանում, Սուրբ Գևորգը մեր վիրահայոց թեմում, որտեղ որ վերականգնումից հետո բավականին նոր շերտեր են։ Եվ Դատիվանքը, Հաղպատավանքը եւ Կարմրավորի եկեղեցին։ Իհարկե ազգային սովորությունները, ավանդույթները եւ եկեղեցու ավանդույթները ժողովրդական նաեւ միախառնված են, միահյուսված են իրար հետ եւ յուրաքանչյուր տոն ինքը շահկապված է նաեւ տոնական սեղանի հետ։ Ճիշտ եք նկատում, որ հարության տոնը, զատիկը քրիստոնյա աշխարհի ամենամեծագույն տոնն է, որ քրիստոնյաները նշում են, գլխավոր տոնն է եւ քրիստոնյաների քրիստոնեության ավելի ճիշտ գաղափարը մեխը հարության տոնն է, որովհետև հարության տոնը դա հույսի տոնն է, որովհետև Քրիստոս մեռելներից հարություն առավ, հաղթեց մահը իր մահով եւ մեզ հույս տվեց, ճանապարհ տվեց դեպի հավիտենական կյանք։ Ուրեմն ժողովուրդը նաեւ խոհանոցի միջոցով արտահայտել է իր հոգեվոր նաեւ ծիսական, այսպես ասած, սովորությունները։ Քրիստոնյաների այսպես ասած գեղեցիկ ճաշատեսակը, ամենաճանաչված ճաշատեսակը սկսվում է ձկով եւ ավարտվում է ձկով, որովհետեւ ձուկը ինքը սիմվոլ է։ Ձուկը հին հունարեն անվանում են իխտուս, որը երբ որ թարգմանում ենք նշանակում է փրկություն։ Հիսուս Քրիստոս որդի Աստծո փրկիր մեզ։ Եվ ձկով տարբեր տեսակ ճաշատեսակներ են պատրաստում եւ ձուկը նաև վանական կերակուր է, որովհետև մենք գիտենք վանահայրերը, վանականները, ուսակրոնները եւ ովքեր ապրել են վանքերում, իրենք ուխտ են արած, որպեսզի չուտեն միս։ Եվ պահքը երբ որ լուծել են ինչով, ձկով։ Այդ օրը, այսինքն հարության տոնին կարող էին լուծել պահքը ձկով եւ ձուկը, այսպես ասած, այդ օրվա տոնական սեղանը պետք է զարդարեր։ Հաջորդը, որը ուրախացնում է ոչ միայն մեզ, այլ նաեւ երեխաներին, դա ձուն է։ Հիմա մենք խնդրենք, որպեսզի Տեր հոր զավակը Գրիգորը գա եւ մենք փորձենք ձու կռվածնել, հասկանալու համար ով կհաղթի։ Արդեն ավարտեցինք բանջարեղենի մշակումը, հիմա պետք է ջուր լցնենք փայլուն
եւ դնենք կրակին։ Հրաշալի։ Մտավոր մասը իրականացնում է Մարիամ Ամիրյան Թարվերդյանը, ֆիզիկական մասը ներկայացնում է ձեր խոնարհ ծառա Վազգեն Խաչիկյանը, պրոցեսը ղեկավարում է, գործընթացը ղեկավարում է Ախթալա եւ տարածաշրջանի հոգեվոր հովիվ Տեր-Հետում Քահանա Թարվերդյանը։ Քանի որ Զատիկ ինքը տոն է եւ տոնը պիտի նշվի, գինով մեկ բաժակ բարձրացնենք, մինչեւ մեր կերակուրը պատրաստ կլինի։ Դեր հետ ձեր օրինակ կցանկանանք լսել մաղթանքը։ Նախ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ձեր եւ մեծ ավետիս, թող Քրիստոսի հարության լույսով մեր ժողովուրդը վերանորոգի իր կյանքը, մեր հայրենիքը ավելի ամուր լինի, ավելի միաբանված լինի, ավելի ազգային լինի եւ հոգեվոր արժեքներին ավելի կարճած լինի եւ Քրիստոսի հարության տոնը նաեւ ինչ տոն է հոգեվոր իմաստից զատ նա հույսի տոն է Աշուտ եւ Քրիստոս յուրաքանչյուրիս իր հարությամբ տվեց նաեւ հույս ապրելու համար այս կյանքը շարժիչ ուժը այս կյանքի հույսն է որովհետեւ մենք ապագան ինչպես ենք, ինչու ենք ապրում ապագայի համար, հույսով ենք ապրում եւ ինչպես ավետարանն է ասում Սուրբ Պողոս Առաքյալը, մենք հույսով փրկվեցինք եւ թող մեր ընտանիքներին, յուրաքանչյուրիս ընտանիքներին, հայ օջախին Քրիստոսի հարությունը բերի հույս, հավատ եւ սեր։ Այս գեղեցիկ զատկական մաղթանքը Ախթալայի Սուրբ Գյորգյան եկեղեցու հարևանությամբ մեր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ֆոնին հղում ենք մեր բոլոր հերոստատիտողներին, մեր ողջ ազգի, մեր պետությանը։ Մեր թանձրուկը գրեթե պատրաստ է եւ խնդրենք, որպեսզի Գրիգորի մայրիկը արդեն ավարտական տեսքի բերի թանձրուկը, որպեսզի հետագայում արդեն ձուկը խորովենք եւ արդեն կարողանանք ստանալ մեր ուտեստը։ Ուրեմն թանձրուկի մեջ մենք հիմա պետք է ավելացնենք սխտոր, ճզմենք սխտոր, մի քանի ատամ։ Պճեղ։ Պճեղ։ Սխտորը պճեղներով է։ Գլուխը սոխը գլխերով։ Ահա այսպես։ Դուք պատկերացնում եք, այսինքն այս համը, որ իր մեջ պարունակում է եւ քաղցր եւ կծու եւ սխտորային համեր։ Մեր թանձրուկը շատ կծու է, ասեմ, նրանք ովքեր որ կծու շատ են սիրում, շատ կհավանեն հաստատ։ Դավշը տղամարդիկ են հավանում։ Սխտորը լցրեցինք, հիմա կավելացնենք մի փոքր քացախ, որպեսզի եւ համերը ավելի գունեղ լինեն եւ կծվությունը ընդգծվեն եւ կծվությունը մի փոքր իջնի, նվազի։ Սիրելի հեռուստատող, մենք 4 հոգով, ես որպես ֆիզիկական աշխատող, Մարիամը որպես այդ ամեն ինչը կազմակերպող, Տեր հայրը որպես ղեկավար, որպես ամենակարող ղեկավարը Գրիգոր Թարվերդյանը պատրաստեցինք այս 4 ձուկը եւ ինքը հենց հունարենում 4 տարից էր, չէ՞, բաղկացած եւ 4 կողմ ունի, չէ՞, մեր խաչը, մեր զատկական կերակուրներից մենք պատրաստեցինք 4 ձուկ, որ վստահ է մեր հեռուստատողը հետո կընդգրկի իր զատկական եւ ոչ միայն զատկական խոհանոցում, այս հրաշագեղ վայրում։ Հիմա խնդրենք, որպեսզի երեցքինը մեր գեղեցկուհի Մարիամը արդեն ավարտին հասնի, արդեն թանձրուկով պատի մեր ձուկը, մենք բաժանենք իրար մեջ եւ համը փորձենք։ Թերևս թանձրուկը յուրաքանչյուրի ափսեում լցնենք, որովհետեւ պետք է ըստ նախասիրության լցնենք կծուն, այնպես որ
Կարծում եմ ավելի ճիշտ կլինի յուրաքանչյուր ափսեում առանձին։ Արդեն հոտը զգացվում է։ Մեր թանձրուկը տեսեք ունի շատ գեղեցիկ գունային գամը եւ անուշ բույր։ Փայլու։ Դե համեցեք։ Եթե մասնատենք էլ ձուկը, Մասնատենք ձուկը։ հիմա մի փոքր սիրի հերթը փորձենք։ Այլուն հրաշագեղ, ասեմ, որ շատ համաչափ է այդ կծվությունը և այդ քանի կծուչի և շատ գեղեցիկ համ ունի։ Սերի հեռուստադիտող ասեմ, որ մեր Մարիամը բավականին հրաշալի ձեռք ունի և շատ գեղեցիկ ուտեստ պատրաստեց հրաշալի համով։ Խնդրենք որպես ավարտ Տեր հայրը մեկ կենացել ասի և մենք հրաժեշտ տանք մեր սերի հեռուստատիտողին։ Ուրեմն, քանի որ հայտնի է, որ այսօր Զատիկն է, Սուրբ Հարության տոնն է, եւ ես առաջարկում եմ, որպեսզի մենք բաժակ բարձրացնենք, խմենք մեր հայրենիքի համար, մեր սրբավայրերի համար, թող Մարիամ Աստվածածինը միշտ բարեխոս լինի հայ ընտանիքին եւ Աստծո օրհնությունը թող միշտ հովանի լինի հայ ազգի եւ հայ ժողովրդի վրայից։ Սիրելի հեռուստատող, կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց ամենաազգային Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում ներկայացնելու մեր ամենաազգային ուտեստները, մեր ազգը սիրող, մեր ազգը պաշտող, մեր շատ սիրելի հեռուստադիտողներին։